Մի բզբզա։ Բզբզամ էլի։ Մի բզբզաման է։ Վիպոյանը։ Տվեցի $500, ասեցի տարտու, ասա Վիպոյանն է տվել։ Սերոժը։ Ու եկան վրես։ Ու այդ ընթացքում գրկում են, դնում են մի կողմ, Պաչում է, տալիս է մյուսին են գավաթի պես պաչում է մեջին, տալիս է մյուսին պաչում դնում են տեղը, բան։ Այս հարևանը սիրահարվել էր Լարիսին, ես ինչ է քնքուշ տրուսիկ Ասուջան։ Ոզմի մեզ միջոց տարածեք։ Հենց այնպես է դադինդադամ, դադինդադամ, հենց այնպես։ Հենց այնպես։ Skyline, առաջին երկնաքերերը Հայաստանում։ Այսօր հենց այնպես հաղորդման հյուրերն են Արմեն Պետրոսյանը, Մենչը, Այո։ Ծափարություններ, եւ Գրիգոր Դանիելյանը, ողջույն։ Զարմացար Մենչ, քեզ Արմեն չեն ասում։ Չէ, ինձ ով Արմեն ասում, ուրեմն ինձանից վախում է։ Ես իմիջիալս դիտել եմ։ Այն որ բարև ձեզ Արմեն ջան։ Հա։ Այդ խնդրեմա։ Իսկ ով է վախում։ Շատ մարդ կա։ Ով վախում Բայց չեմ հասկանում ինչից։ Չէ, Արմեն ջան, խիստ չէ։ սկսենք երևի։ Խստոտ, սկսենք։ Լավն է։ Այսօր իհարկե սկզբում պետք է հիշենք հենց այնպես պատմություններ, պահեր, որոնք մնացել են հիշողության մեջ, էպիկ դեպքեր, խայտառակ դեպքեր, որոնք կատարվել են նկարահանման Դու խայտառակից հրապարակում սկսի, ես էպիկները, դու Հայտարարակ, ձերից էլ հայտարարակություն։ Գրիգոր։ Դե իմ մոտ մի հատ կատաստրոֆա դեպք էր տեղի ունեցել այն Երևանի համերգի ժամանակ հիշում ես, որ տատի կերպար էի խաղում, որ արագ պետքա փոխվեի, մշեցուց դառնայի տակ, բան, մշեցի առաքելից պետքա դառնայի տատի ու ես ունեի 1 րոպե ժամանակ, տոլի 2 րոպե ժամանակ ու այդ ժամանակահատվածում դժվար է դե մշեցի բեղը փորկել, պարիկը հանել, հետո հանվել, հագնվել տատիի շորերը, բան մի խոսքով, բայց սովորել ենք էլ այն զինվորական ձևով Արագ։ մենք ու այդ ժամանակ տղերքից մեկը պատվոտկա էր տալիս, որ հեսա մենք սկսում ենք իրար հետ, ասենց որ արեցինք բրծանք, ես հիշեցի, որ միկրոֆոնը չեմ դրել ու պետք է հանես դե այդ գլուխը պետք է հանես, տատիի գլուխը պետք է հանես, միկրոֆոնը դնես, հետո էլի դնես, հիշում եմ, որ այսպես բանը, վատ սենց տեղ քար կա պարած, սենց դուրս եկա բեմ, մենք խաղացինք նոմերը, հիշում ես նոմերը վերջում, որ միշտ երգում էի ես, Այո։ մի հատ երգ կար եմ, Պեսոն պտի սիրես, պեսոն պտի, այդ ինքը բան էր, պլյուս էր էլի երգը, այսինքն ձայնագրված նախապես, բայց երբ որ երգը սկսեց, ես սենց մեծ խորը շունչ քաշեցի, որ սկսեմ երգելը, ու այդ պարիկի մազը գնաց կոկորտիս, բայց նոր է երգ սկսա, 2.5 րոպե կա հլը, ու ես այսպես գործ կալով ձերից ձեր այդ երգը երգել եմ, հետո այն շների պես եմ, որ բան անգամ կուլիսներում սաղ բոլորը մյուս բանին են, ինչ-որ նոմերն են պատրաստում, ես մի հատ տատին դե սուս բաներ անում, որովհետև իրականում ես այդ 2.5 րոպեն իմ կյանքի դժոխքներից է եղել, որ ասում եմ մի հատ դեպք պատմի վատ, որ տեղի ունեցել քո հետ, այդ 2.5 րոպեն ես կյանքում չեմ մոռանա, ոնց եմ ես էդի կոկորթում, որովհետև ես չէի կարա Հանդիսատեսը չի իրան, ուտես միջև վերջ, հանդիսատեսը ուրախ, բան ես տժալով բան, բայց է որ աչքերից արցուն կա գնում, ես պտտվում եմ, քայլում եմ, ընկում հետո հետ եմ գալի, հետո կուլիսներում շների պես, մուկ կերած կատվի պես, կամ են որ սենց ուտում են, չէ, բուրդը հանում են։ Ոչ հանում։ Տես բաներ է։ Այդպես չէր կարող չլիներ, այդքան համերգների ժամանակ ինչ ասես եղել է։ Առանց կոշիկ բեմ բարձրանալ, մոռանալ կոշիկը հագնել։ Դե այդ միկրոֆոնը էլ է նորմալ է, բայց երբ որ հելավ բեմ հիշում ես, որ հելավ երգելու, ասենց երգելով գնաց Պարինյանի բեմի վրա ենք,
Այս կրունկը մնաց այն արանքում, ինքը սենց Մնաց։ սենց միջևեր երկես, հետո եկան պոկինգ Տարեցին։ չէր կարող։ Միրանն ու Արփինեն պատմում էին, որ համերգներից մեկի ժամանակ Անին էր երկու ձախ կոշիկով դուրս եկել։ Նորմալ է, երկու ձախ կոշիկ, ուրիշի կոշիկ, ուրիշի հագուստ։ Իսկ ով էր կոշիկները առհասարակ մոռացել։ Այդ նոր հայերի ժամանակը եղել Մարտիրոսյան Գարիկներ, մի անգամ մի կոշիկ հակել էր, մեկը չերակե, մենք հասկացանք նրանից, որ տեսնում ենք Գարիկը թոփալ է, կաղում է, ասիկ էս ինչ եղավ այս տողով, ռոզի նորմալ էր միջև, հետո պարզվեց մեկը հակել էր, մեկը չէ։ Մրցույթի ժամանակ, հա։ Մրցույթի չէ, համերգներ էին գնացել, Նավարասիս քաղաքում էին։ Արես ապուշ բաներ եմ հիշում։ Նավարասիս։ Օրինակ հիշում, որ Նավարասիսում այդ ժամանակ հենց Նավարասիսկում եք, ես կարող եմ Նավարասիսկը չհիշեի։ Հիշեի, որ այդ դեպքը եղել է, բայց Նավարասիսկը չհիշեի, որ հենց տեղա տեղի ունեցել էլի։ Դե շատ կայֆ ժամանակներ էր իրականում, պրոստը հետաքրքիր է, որ նա որ օր չկա ու րոպե չկա, որ ինչ որ մի հատ հետաքրքիր բան չպատահի յուրաքանչյուր շրջագայության ժամանակ, համերգի ժամանակ, բայց քանի Գոքորը խոսած Երևանից, ես հետաքրքիր մի հատ մի բան ասեմ, որ ինձ թվում է այդ Երևանի ժամանակահատվածի այդ կերպարների հետ կատարվածները երևի ամենատարօրինակ բաներն էր, որը հնարավոր էր որ կկատարվեր, հա, օրինակ, չգիտեմ, մի հատ կերպար ունեի, Լարիսը, չգիտեմ կհիշես թե ոչ, այդ ժամանակ հեռուստադիտողը կերպարներին հավատում էր, այսինքն իրենք մտածում էին դա կա, այսինքն դրանից կա, որովհետև բոլորիս կյանքում կան Լարիսների ու մի հատ ադմինիստրատոր ունեինք Անոն, ինքը մի հատ հարևան ուներ, այս հարևանը սիրահարվել էր Լարիսին, Լարիսի հետ ուզում էր ծանոթան, հա, Լարիսի ծանոթանալ մեր տեղ տաներ, տեղմեղ տաներ։ այս մարդուն 100 անգամ ասում էին, այս ուրիշ մարդ է, այս Արմենն է, բան քաչալ տղա է։ Շատ ծիծաղալու է։ Այդպես միջև երևի այսօր չգիտեմ այդ մարդը կա թե չէ։ Դե իսկ Իմանաք ծնունդը երբ է մեր հակնեմ շորերը գնամ իրաց։ բայց կարող է բանով տենց երազանքով մահացել է այդ մարդը, որտեղ այդ վաղուց էր։ Լարիս, դա չէ։ Լարիսի մասին։ Այդ մարդը մեռավ քեզ սпасել է, Լարիս։ Ու տես մարդիկ հավատում են կերպարներին։ Բայց այնց բան չէի լսել, որ Օրինակ ես մի անգամ կերպարի։ տենց դեպք կար Armenia TV էի գալիս, տեսնեմ Armenia TV-ի դիմացը լիքը մարդ է հավաքված, տենց միտինգոտ պահա, ու այս անվտանգության տղաները կանգնած են խոսում են, այդ ժամանակ սերիալ էր գնում մի հատ եթեր, չեմ հիշում որ սերիալն էր, կյանքի գինը կարծեմ։ Կյանքի գինը։ Հա։ Ու ես որ տեսա շատ մարդ է կանգնած, մեքենայով կանգնեցի ու ցույց հասկանամ ինչ է կատարվում Արմենիայի դեմը, ու մի հատ մարդ եկել ասում է ես պետք է փրկեմ իրան, ասում են ում ես փրկում, ասում է Ռուբինյանը կերպար էր այդ կինի մեջ, ասում է ինչ փրկես, ասում է ես եկել եմ երիկամը ստամ իրան, արա ասում են այ ցավը տանեմ, ես կինո է, ասում է երիկամը տալիս ես ինչ անեմ, երիկամով Չէ, հանած է եկել, ձեռը եկել է, արդեն հիվանդանոցում է ինքը շատ ծանր վիճակում։ Կինո է, ու չի կա հետ դնել։ Դենաս տվեց այդ մարդը երիկամը։ Արա բայց շատ էր ուզում տար։ Ասում եմ, ախր ես ես խառնվեցի խոսակցության մեջ։ Վիպոյանի նամակը մոռացել ես։ Վիպոյանի նամակն էր Պարոն Վիպոյան։ Բարոյ պարոն Վիպոյան։ Շատ լուրջ նամակ է գալիս։ Ես ասեցի կատակ անում երևի այդ գրողը, որովհետև սկզբից երբ որ ադմինիստրատորը բերեց նամակը, ինձ թվաց իրոք կատակ անում, Վասիլավից կրեատիվ մարդ է այս գրողը, բայց հետո գրած էր ես շնորհակալ եմ ձեր ծնողներին, որ ծնել են նման падգամավոր։ Ես այդտեղ մի քիչ լարվեցի, որտեղ ասեցի այս մարդը լուրջ է։ Ու նայում եմ իր տարիքը հասցեն Գյումրիից էր, շատ լավ, արա Ռաֆու փողոց, ինչ որ sense մի հատ բան էր։ Ու գրում է, որ ես դիմել եմ Շիրակի մարզի բոլոր падգամավորներին, ինձ ոչ մեկ չի օգնել, այդ ես պատմեմ մի 15 տարվա դեպք, խնդրեմ ինձ ֆինանսական աջակցություն ցուցաբերել։ Ես էլ այդ ժամանակ ասեցի, եթե այս մարդը այսքան հավատում է այդ կերպարին, ես իմ ադմինիստրատոր Անոյին տվեցի $500, ասեցի տարտու, ասա Վիպոյանն է տվել։ Ու Անահիտը գնաց, մյուս օրը հետ եկավ, ասեց չվերցրեց։ Ասեցի ինչի, ասեց իրան 30,000 էր պետք։ Ասեցի, չէ, ֆայմ է գոնե 30,000 30,000 է պետք։ Հետ էր ու այդ մարդը երևի հիմա այդ արա ամոթ դրան արա ինչ զզվելի մարդ։ 30,000 Ես գիտես ինչ հիշեցի։ Ռաստովում հիշում ես, որ գնացել էինք համերգ։ Իհարկե այն մարդը, իսկ Վիբոյանն է, այդ, Ուրեմն
Համերգից հետ ենք եկել, Ռաստովում ենք։ Բայց full house-ով էին գնացել։ Full house-ի ժամանակներն է։ Full house-ը թնդում է, սա բան եւ այլն։ Մենք տենց իջնում ենք հյուրանոցի ներքևում, բակում կանգնում ենք, մի հատ ծխենք ու բարձրանանք քնենք, բոլորս հոգնած ենք, որովհետեւ համերգից հետո, որովհետեւ ես հիշում եմ Ռաստովի այն համերգներ, այն որ դհոլչիները 3.5 ժամ դհոլ խփեցին։ Հա նկատել ես, որ գնում ես դուսը համերգի, Տենց են միշտ դիմավորում։ այդ քաղաքից Մեզանից մի հատ ինչ-որ խումբ է գալի ու դեմից պետք է երգի։ Այդ օրվա այդ խումբը մեզանից երկար համերգ տվեց։ Այսինքն մեր համերգը 2 ժամ էր, ինքը 3 ժամ դղոլ խփեցին։ Ու երկար մենք սպասում ենք, հետո այնտեղ շուտ կազմակերպչական հարցեր կարետ ենք, մենք բարձում բարի 3 ժամ, հետո արդեն հոգնած, սոված, շատ լավ հիշում եմ, որ հելանք բեմ, որ ելույթ ունենանք, ու Միրանը հելավ երկելու ու հենց այդ ժամանակ բերեցին բանը, բուրգերները մեր, որտեղ մենք շատ սոված ենք ու Միրանի կուլիսներից նայում ենք, մենք ասած բուրգերը ուտելով, Միրանը երկում ասած լոզ, ասած երկում ասած նայում եմ մենք այն որ շատ սոված երկում էր, էլի, սոված երկիչ էր, էլի, այ խոսքով այդ դառը պատմություններից հետո գալիս ենք, ասում ենք ծխենք բուրգերից հետո, հա, ծխենք նստենք բուրգերը ու համերգը, Իխոսկով, տես կանգնած ծխում ենք, մեկ էլ մի հատ 31 է գալիս, Volga 31, в общем, գալիս է, կանգնում է։ Volga 24։ Volga է 31։ Հա, մի խոսքով, գազ 31 ներողություն։ Գազ 31 է գալիս կանգնում, մեջից իջնում են սենց շատ մեծ տղերք։ Սենց մեծ մատերով, ամեն մատը այս ձեռից չափ, սենց կեսի որ ինքը սենց էր անում, սենց էր։ Այս սենց։ Խոսքով սենց։ Իջնում են սենց գալիս են։ Սենց մեկը որ մեզ տենում են, մենք կանգնած սենց ծխում են, մեկը սենց ամ։ Վիբոյանը։ Բարև Վիբոյան, խմած են իրանք է շատ։ Ու ախել քալակցին։ Օ։ Դժվար է Չես կարող ասել ես Վիբոյանը չեմ։ Վիբոյան ջան ցավը տանի մերնիմ կյանքի երթան յալատ խաբեն գալեմ։ Ու այդ ընթացքում գրկում են, դնում են մի կողմ, պաչում է բան, տալիս է մյուսին են գավաթի պես պաչում է մեջին, տալիս է մյուսին պաչում դնում են տեղը, բան։ Ու ես ես խելոք կանգնած եմ հետևի պլանում, ուզում եմ ջոգեմ ինչ է կատարում, մեկը ասեց, որ աչքը սենց բանը, սենց մի աշկով սենց նայեցի, տեսավ, սենց որ սենց բան, Սերոժը, ու եկան վրես, հիմա ինձ էլի գավաթի պես փոխանցեցին իրար պաչելով ու արդեն ենքան մոտիկա հետը Սերի է ինձ ասում, Սերի ջան, պերտան խմենք իրար հետ, մենք են ասում ենք ցավները տանեմ, սենց հանգիստ տոնով ասում են, իրանք շատ բարձր են խոսում, մենք շատ ցածր, ասում ենք ցավները տանեմ, մենք հոգնած ենք, համերգից ենք եկել, պետք է գնանք քնենք, էլի դե պատկերացնում ես, էլի որ խմեցինք ինչ աշ հետո տեղի ունենալու։ Առավոտ էլ գնում ենք ուրիշ քաղաք, համերգի։ Մի խոսքով, դաժե որ գնայինք խմենք, մենք դիակ էինք մի խոսքով, որ ցավները տանեն բան, մենք բան, չէ, բայց երթան խմենք, Սերի ջան, արի, դու Վիբոյան, դու քնո, դու արի, ինձ քաշում են բան, Վիբոյանը ուշ բարտատով գնանք տանում են, որ իրար հետ խմենք, պետք է մի հատ խմենք, բաժակը մի հատ բերեք հələ բաժակը։ Ամեն ինչ մեծ է, ամեն ինչը։ Մի խոսքով։ Ու այդ պահին Միրանը դուս է գալիս բանից, սենյակից, դե շուխուրի վրա ու հա հիշեցի որ ռեսեպշնի աղջիկը սես պապազել էր բանի հետևը։ Հա, վախեցած։ Որտեվ գիտեր կռիվ է։ Այդպես բարձր էի խոսում։ Մեկը Միրանն է գալիս, սես քնաթաթախ, սես մի աշկը բաց, սես գալիս է ասում է ինչ ա եղել բան, մեկ էլ այդ բանի մեջներն է մի հատ տղա կար adekvat, որ տես շատ խմած չէր, տղեկ ջան, լավ, հեսա բան անեք, դու գնաք, ապեր մեր ընկերը խմած է բան։ Ոչ, սես Մեկը ասեց այս տղեն, չէ, խմեք, մեկը այս Միրան եկավ, այս սենց արեց։ Նոր գավաթը։ Ինչ ա եղել, մեկը ասեց վրաց սենց նայեց սենց Միրանին, աշկերը շաշ սենց։ Սենց կատաղած։ Անունդ ինչ է։ Չի ճանաչում Միրանին։ Չի ճանաչում Միրանին, ասեց անունդ ինչ է։
Իրան թված կողքից մարդա մոտեցել ուզում է խանգարի իր խրախճանը։ Արդեն ձեռը ձգելով, որ հեսա սպանում է Միրանին։ Սենց արեց։ Անունդ ինչ է։ Միրանը սենց արեց։ Միրան։ Ուսեց առաջ եկավ այն կողքի տղեն պես բռնել ասեց թողալը։ Կեցի։ Հորս անունն է։ Ու ոնց Միրանը, քանի որ իր papayi անունն է կրում, Միրան ասում է դե որ տենց է ցավը տանեմ, դուք գնացեք, տղեկն է գնան քնեն։ Հորպես են որ ասած խորուրդ տվեց, այս տղեն լուրջ Միրանին են որ հորպես։ Հա, բայց աշկերը լծվեց։ Հա, հուզվեց, բան, կեցին է, հորս անունն է, բան։ Ասեց դե որ տենց է գնան քնենք, բան, ցավն է տանեմ, բան։ Հա, ցավը տանեմ, երթանք մենք կմենք դուք գնացեք քնենք։ Ու մենք գնացինք քնելու, իրանք խմելու։ Բայց հաջորդ օրը մենք իմացանք, որ այդ կաֆեն կողքի որտեղ որ իրանք խմել էին, ջարդել էին վերջում, բաժակները, բան, վերջում տենց նորմալ ջարդը փշրել, նոր գնացել էին տուն, որտեղ դե տենց սարաղը բրձավ, տենց էլի։ Շատ։ Համերգների ժամանակ դրանք միշտ պարտադիր process-ներ է, էլի, որ դրանք միշտ լինում է։ Միշտ գալիս են մարդիկ, միշտ տենց տարբեր այդ իրանք բաշե համերգի հետ կապ չունեցող մարդիկ են, պատահական հայտնվել են Պուլաուսի համերգից հետո, բայց Երևանի կերպարներին են հիշում։ Անունդ ինչ է Միրանին։ Նոր հայերի ժամանակաշրջանից ինչ կհիշես։ Նոր հայերը սաղ հետ էր, էլի։ Ամեն օր նույն բաները։ Ամեն օր գալիս էին։ Ամեն օր գալիս էին։ Հատկապես քո հետ է միշտ տեղի ունեցել մեծ որ ասես տես չափսերով մեծ մարդեր, մի հատ էլ նմանատիպ դեպք էլի տես մեծ չափսերով մարդու հետ Օրենբուրգ քաղաքում համերգ ենք տալիս ու այդ ժամանակ էլ բանը որտեղ գնում էինք համերգից հետո պարտադիր մեզ հայ համայնքը հրավիրում էր ճաշկերույթի ու մեզ ասում են որ այդ կազմակերպիչը ռուս տղա էր ասեց մի հատ բան եմ ուզում էլի ձեզ խնդրեմ ասեց տղիկ ջան հիմա գալու է Օրենբուրգի ամենա այտենց ճանաչված ու այտենց ավտորիտետի տղեն հայ է ինքը, էս էլ իր հյուրանոցը մենք այդտեղ ենք ապրում, ասեց կլինի դուք իրան հրավիրեք համերգի, որպես ձեր կողմից այտենց ժեստ, բան, ասեցինք լավ, ու ասես կանգնած սպասում ենք, նա շատ մեծ ավտո եկավ, շատ, ասես մեծ ավտո է գալի, մեջից իջնում է էլի մի հատ շատ մեծ տղա ու սենց գլուխը շրամ է այսենց երեսին ու մի քիչ է ծուռ էին կպցրել, այդպես սխալ էր մի բան, ոբշե մի խոսքով։ Ու ինքը սենց գալիս է ու սենց առանց բանաները խոսալու սենց սաղին բարևում է, բարևելուց է որ ձեռը ծխվում է, ցավում է, էլի ձեռը, դա։ Ցավացնելով, ճզմելով։ Ես ասացի ձեզ միջալուց հրավիրում ենք մեր համերգին այսօր շատ ուրախ կլինենք, որ ձեր կնոջը ներկալենք, ինքը գրպանից հանեց մեծ շատ մեծ հեռախոս, շատ մեծ, Սենց հավաք։ սենց կերպարը պատկերացրեցի, չէ՞ մոտարապես, ինքը սենց հավաքեց, սենց դրեց ականջին, լուսո! Ուսեց, արա ինքը որ այդ ձենով սկսեց խոսալ, մենք սաղս, վատ ենք ալու, հա բաները ես երեխեքին վեկամ, սենց ձենով սկսեց խոսալ, ու մեզ ասում ձեզ հրավիրում ենք այսօր համերգից հետո քեֆի։ Ասեցինք, բայց կլինի քիչ մարդ լինի։ Ասեց, հա, դե մենք մերոնցով ենք, իրիգուննա։ Համերգից հետո մտնում ենք զալ, 200 հոգի մարդ է նստած, 6 տեղը ազատ թողած, գիտես որ մարդկանցից այն որ աղջիկները օպերայի են, զադնիկի են, բարխտնի կտորկա է, բորդո։ Տենց շորերով են, այն որ սենց չոլկեքով այն որ հենց մտնում ես ռախ-տախ-տախ, այն որ տենց են դիմավորում, տենց արդեն հա։ Ու մենք ես գալիս ենք խելոք 6 հոգով, նստում ենք մեր հատկացված տեղը ու իմ հետ, որ պրոստը ֆիքս ես։ Եթե կա տարածքում մի հատ եզ, այդ եզը պետք է ինձ հանդիպի։ Այդ տենց է օրենքը։ Ու սենց իրանցից մեկը ես ձգողական ուժ եզա ձգ։ Եզաձգությունը էլի։ Ու սենց ես որ նստեցի, մեկը եկավ սենց աթոռը քաշեց, նստեց դիմացը սենց։ Ասեց տոլո։ Ասի Արմեն։ Բայց լուրջ է, ոչ խմացա, ոչ բան, ու տոլոն սկսեց խմել, բա կխմես, ասի չէ, ես չեմ խմում, ու տոլոն սկսեց ինձ պատմել հին վատ անեկդոտներ։
շատ գիտես ինչ տիպի հին եմ, այն որ Բարթանիկը բան ընկեր Մարգոն, Վիչնյոցն բան, այն որ ոսկի չգիտեմ, խիա կոկորտիլոս իրան շլանգի տեղի, անեկդոտներ է պատում։ Ես դբրոցում եմ լսել այդ անեկդոտը ու ուզած չուզած իր ամեն պատմեցու հետո դու ցես խնդրում ես իրան թվում է քեզ դուր է գալի ու ինքը վրա պատմում է։ Ամեն անեկդոտից հետո մի բաժակ խմում է 40 րոպե հետո տոլոս գոյություն չունի մեռել է։ Ու մենք արդեն ասեցինք մենք գնանք քնենք էլի եթե կարելի է, բայց ես արդեն մոտիկ եմ ինքինց այնքան մոտիկ ենք որ արմո է ասում։ Արմո ջան, արմո։ Մենք բարձրացանք քնելու, ես ու մեր Գոգան ենք նույն սենյակում ապրում, արդեն հանվել եմ տրուսիկով պարկել եմ, որ քնեմ դուռը ծեծում են սենյակի։ Գոգան գնաց ես ովա ասես տոլոն աղբեր։ Հիմա Գոգան որ բացեց դուռը, ես Գոգային ասի Գոգ ջան խնդրում եմ ասի տոլոին ասա, ես քնած եմ էլի կյանքս ուտում ու ես ասես պատտվեցի պատիկով, ծածկվեցի խելոք ու Գոգան ասեց տոլո ջան Արմոն ուրա, Արմոն քնած է բան Ես ոնց քնացա, եկավ հայտնվեց մեր սենյակի մեջտեղը, հիմա եկել է ինձ ուզում է շատ հանգիստ արթնացնել, էլի, ածելը վրես գցած է, ինքս Արմո ու պատահական էս ածելը վրից ես գաժեց էց, իա, ես ինչ է քնքուշ տրուսիկ ես ակել։ Այդ ժամանակ Գոգան արեց աշխարհի ամենաաֆերիստ քայլը, Գոգան ասեց գիտես, ասեց իրան արտնասնել չի կարելի, ասեց եսի գիժ է, ասեց ես առաջի դեպքը չի էլի, ասեց որ իրան արտնասնում ես, սկսում է ոչ ադեկվատ բաներ անել, ես դա լսում եմ, տոլոն ասում մեր Արմոնը ոնց կարաբան, ինքը որ արտնասրեց, ես տենց այդ բանի տակ երրորդ արտնասնելուց վեկացա ու գիտես ոնց մի հատ սիլեցի տոլոին, տոլոն ասեց վայ ասի տոլո ջան կներես դու ես ցավը տանում ասում եմ ես որ արտասնում եմ շուտ աննորմալ բաներ եմ անում ասած մատերի տեղը բոլոր անեկդոտների Արմո սիլի Արմո դու ինձ սիլի Արմո նեղացավ գնաց հա միջև այսօր էտես չի խոսում անցել է 30 տարի տոլոն էտես չի տոլոն չի խոսացել չգիտեմ Արմո Իսկ այն շրջագայությունները, որ ամեն տարի գնում եք ինչ-որ հետաքրքիր էկզոտիկ երկրներ։ Դրանից չեմ կարող ոչ մի բան պատմեմ, որովհետև հետաքրքիր է։ Այդտեղի ոչ մի բանը հասկանալի չի տաճկիզի բան հասարակ մարդկանց, որովհետև այն ինչ որ այնտեղ կատարվում է, դա չեմ կարող բացատրեմ այդ ինչա։ Դու պատկերացնում ես մարդիկ, որոնք երկար տարիներ իրար հետ քնե արտնացե, գնացե, բլողացե, ես իմ ինչ արե Հիմա հավաքում են միտեղ ու մի տարվա մեջ ինչ եղել է իրանց կյանքում, այդպես բանա, ամփոփում է։ Ու այնպես բաներից են խոսում, որ կողքից մեկը լսի կասես են գիժ են։ Հոգեբուժարան տարեք այս մարդկանց։ Լավ, ամեն տարի դա անում ենք արդեն 20 քանի 20 տարուց ավել է։ Ոայ ամենալավ բանն է։ Այս տարի էլ ունենք։ Ուր եք գնալու։ Այս տարի Մարոկո ենք գնում։ Գնում ենք Մարոկո լսելու թակուրն կողքի։ Մարոկո։ Շատ թույն։ Աշխարհում ամենասիրելի երգը։ Մի հատ պիտի ասեմ։ Մի հատ երգ ընդհանրապես։ Այդպես բան չկա։ Երկու ասա, լավ։ Բան չկա։ Գիտեմ, այս բանը։ Ես մտքովս ոչ մի չի անցնում։ Ես շատ խառն եմ լսում։ Շատ խառն։ Չունես բոլոր ժամանակների սիրած երգ։ Բոլոր ժամանակների սիրած չունեմ, որովհետև ինքը ապրիլյոնի ինչ որ ժամանակների սիրած երգեր կան, որ Լավ, հիմա որն է քո ամենասիրած երգը։ Հիմա ոչ մի երգ չկա տենց որ սիրում եմ, որտեվ հիմներից է։ Մկոյի ռումբա։ Չէ, դու ընկելեր բերեմ։ Դու մեջ։ Ման չեմ կարող ասեմ այդ հարցը։ Անկեղծ չեմ կարող պատասխանել, որովհետև հիմա ինչ պատասխանեմ, ուղղակի ինչ որ մի հատ երկի անուն եմ տալու։ Ինչ որ չկա դες մի հատ երկ որի համար դες ծբխվում եմ։ Հա, չկա։ Ես դες դաժե երկի չկա որ։ Ժամանակահատվածով, օրինակ մի հատ ժամանակ է գալի, որ ինչ որ մի բան ես, մի չգիտեմ, մի տեսակի, մի ոճի երգեր ես լսում, հետո մի քիչ Ես մի քիչ sense խառն եմ, ասենք կարող է օրինակի համար ավտոյով միացնեմ շատ ռազմավար, ասենք կարող է մի հատ հայկական լինի, մի հատ խոսքի օրինակ լրիվ հիփ-հոփ լինի, կամ արաբական լինի, կամ կարող է խոսքի օրինակ դնեմ բանը նարեկի այդ որ կարդում է, ասենք այդ բարձր լսելով sense գնում։ Շատ խառը բաներ եմ, երգ
բան, ինչ որ Իսկ սիրելի ֆիլմ ունեք։ Վերջի ժամանակաշրջանում օրինակ շատ եմ հավանում, հետաքրքիր է, բայց սկզբից զզվել եմ Իրանից որպես դերասան, Դիկաբրիոն, բայց հիմա համարում եմ լավագույն դերասաններից մեկը ու ֆիլմեր կան, օրինակ, չգիտեմ, ենթադրենք ռուսերեն ասեմ, պրոստը դες օրինակ Օստրով Պրոկլետիվ կամ Wolf Wall Street կամ խոսքի, չգիտեմ, Gatsby կամ եւ այլն, որտեղ համարում եմ նախ ինքը խզարել է ուղղակի ու լավ կինոներ են, բայց իմ համար մեկ դերասան առհասարակ Ալ Պաչինո։ Իմ մոտ է մոտավորապես այդ առաջի բանը, որ ասեց այդ Դիկապրիոյի հետ կապված, բայց օրինակ Will Smith-ի կինոներից օրինակ շատ ես բանը օրինակ բանը Սեմ Ժիզնի ենթադրենք որպես ինքը ֆիլմ բանը Պագոնիզա շաշտեմ այդ ֆիլմն է էլի ուժեղ ֆիլմ իմ համար լիա լեգենդա էլի Ունեք սիրելի սերիալ կամ սերիալ, որը նայել եք վերջերս։ Իմ համար համենայն դեպս այս վերջերս ինչքան որ նայել եմ, տենց հլվոր չեն կարող ասել իր ուժեղությամբ, ասենք, հաղթեն Breaking Bad-ին, որտեղ Breaking Bad-ը ինքը սուպեր լարվածության մեջ պահող սերիալ է եղել։ Ես Breaking Bad-ը նայել եմ COVID-ի ժամանակ, ինքը որտեղ շատ երկար է ու տես դանդաղ։ Այդ 5 սեզոնն է, այն ժամանակ մենք երբեք 15 թվին ենք ելին նայել այդ կոմերներ։ Ու դրանից հետո էլի սերիալներ եղել են նայել եմ, բայց հլվոր ինքը Թոփն է։ Թոփի մեջ է, իմ համար թոփ է։ Իսկ քեզ համար։ Ես մեկ էլ սիրում եմ շատ սերիալներ կան։ Իմջալոց հիմա էլ ընտրելուց հիմա մի 4 սերիալանոց սերիալ կա իմջալոց, խորհուրդ կտամ նայես, անունը Պատրաստկովի պերիոդ, որը ամբողջ սերիալը նկարած է մի կադրով։ Ամեն սերիան մի կադրով։ Սա ամեն սերիալ նկարած է մի կադրով, առանց ստիկ։ Հետաքրքիր բան է, մի հատ նայ անգլիական սերիալ է, բայց նաև կա սիրում էի, չնայած վերջի սեզոնը այդքան էլ դուրս չեկավ, Peaky Blinders, Օստրի կազետքի, որը բավականին հետաքրքիր մեծ հաճույքով նայել եմ։ Սիրելի հայ երգիչ։ Սիրելի հայ երգիչ Հայկո։ Ես էլ Հայկոն Շատ կա իրականում։ Ես էլ Հայկո, դա իմ համար ձայնային տեմբրալնստով շատ միշտ սիրել եմ Արային Մարտիրոսյան միշտ տարբերվող ամենայն դեպս Արային առաջական տեսնում ստեղ ձայնով էլի ով կա որ հետաքրքիր ձայն ունի Սարոն էլ հետաքրքիր ձայն ունի շատ Ռազը Ռազմիկը իմ համար այսօր վոկալային իր տվյալներով եւ ամեն ինչով երևի չնեղացնեմ ոչ մեկին, բայց լավագույնն է։ Ինքը ուժեղ վոկալիստ է շատ։ Ու շատ իմիջիալոց երիտասարդ երգիչներ կան, որոնց հիմա անունները չեմ կարող ասել, բայց բավականին շատ տաղանդավոր ու շատ հետաքրքիր ու լավ ճաշակով։ Շատ նոր լավ ամենակարևորը։ Իսկ սիրելի հայ երգչուհի Էլի շատ են, Սիրուշո, էլի մեր հին եւ մտերիմ ընկերը, որը ցավոք սրտի չկա, Վարդուին։ Ախր անես դժվար է դա ասել։ Ես ճիշտ ասած երգչուհիներից ամենաշատը Ռեփսիմեին եմ սիրում, իր հետ ամստացել։ Մոտ այնց է դա։ Շատ լավն է։ Ես չեմ կարող անուն տամ։ Իսկ կարող ես ամուսնությունից հետո ասել ով է եղել քո առաջին celebrity crush-ը։ Նադեժդա Բաբկինը, դու այդ թվերի մեջ նայ։ Լյուդմիլա Գուրչենկո։ Գուրչենկոն երբեք չի անում։ Լա 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 լա։ Օրինակ իմը տենց է։ Ուզում ասեմ նայ, ես ֆանատիզմը չեմ հասկացել, հետեւաբար իմ մոտ օրինակ այդ բանը, որ ինչ-որ մեկի, որ ես պատկերացնեի, որ ինչ-որ դերասանուհի կամ երգչուհի, որ կուզենայի Երազեիր նրա մասին։ Երազեի նրա մասին։ Ով է սիրուն տենց լավ
Հիմա ինձ դուզում ես ասես Սաբրինայի պլակատը չես ունեցել։ Սաբրինայի պլակատը չեմ կամ ունեցել։ Սամանտա Ֆոքսի չես ունեցել։ Չեմ ունեցել, բայց իրանց հավանության արժանացել են իրանք իմ կողմից։ Դե բայց այդ celebrity crush-ը։ Չէ, հիմա քեզ մի հատ մեկին ասեմ, որ այդպես մարդ չկա մեր տարիքի, որ այդ աղջկան ուշադրություն չի դարձրել, այդ Ghost из будущего կինոյի մեջի Ալիսան։ Ալիսան, հա։ Արա սաղ մեր դասարանը Ալիսայի սիրամը։ Մարդ կար դաշնասպեր ես մոտիկ եմ հետո, չէ՞։ Գիտես բանը, այն Լամբադայի երգ կար է։ Այն դեմի աղջիկ։ Այն դեմի աղջիկ են կյար։ Հա, այդի շատ լավն է։ Էդ էլ փոքր ժամանակ էլի տես որ սիրահարված։ Հա, բայց դες մարդիկ կային, օրինակ այդ Սամանտա Սամանտա Ֆոքսոց, Սաբրինայոտ, Պանարովսկը, բան, ինչ-որ տես Պակալենյա կար այն ժամանակ, որ մենք տես գույնի մարդ չէինք տեսել, տես նորմալ էր այդ ամեն ինչը։ Հայտնիներից ում հետ եք ամենաշատը խոսում հեռախոսով։ Վերջի ժամանակաշրջանում ես կարամ ասեմ, ես խոսում եմ, քանի որ ես նկարահանումների եմ եւ մենք հիմա պատրաստում ենք Full House-ի համերգին։ Այո։ Միացյալ Նահանգները։ Միացյալ Նահանգներում։ Ինչու Հայաստանում չկա։ Մի բզբզա։ Բզբզամ էլի։ Մի բզբզաման է։ Բզբզամ, չէ։ Մի բզբզա։ Եթե հա գրեք Կասեմ, կոմենտներում։ հա, այդ ուրիշ բան։ Ամենաշատը երևի խոսում եմ հիմա մեր դերասանական եւ սցենարական մեր ընդհանուր ժողովրդի հետ, որովհետեւ օրինակ չգիտեմ Գոքորի, Գարիկի հետ հիմա այդպես այդ թեմայի մեջ ենք, հա, որ ամեն օր հասկանամ ամեն օր շփվում ենք, ճանդինում ենք։ Ու բացի դրանից էլ հիմա ես նոր ավարտեցի Բոլոլայի նկարահանումը, մի ամիս էլ տառապել եմ Բոլոլայի այդ ժողովրդի հետ, դրա համար Ես օրինակ ամենաշատը զզվում եմ Գարիկից, որտեղ ամենաշատը իրան եմ տենում։ Ես ուզում ասեի, գիտես, ինձ Ես ու Գարիկը հենց տենում ենք կարար մի պա բանը որ գնում էինք պայեստկեքի, այդ բոլոր շրջագայությունների ընթացքում համը ես ու Գարիկը որ նույն սենյակում էինք ապրում, մեր կանայք սկսել էին խանդել մեզ, որ ասում են իրար հետ ավելի շատ եք գնում, քան թե մեր հետ։ Այդպես Կանանց էլ տարեք։ դնեց որ չէ, տանում ենք։ Մարդիկ իրար հետ են ուզում կանել։ Հենց ուզում եմ Գարիկի հետ։ Չէ, բանը մի պիրուտ կար вообще այդքան ամենաշատը այդ առումով եմ ասում, համը մենք այդպես քանի որ սցենարը ամեն օր या ռեժիմը համերը Գարիկի հետ նստած գրում ենք, այդպես երևի ամենաշատը Գարիկին եմ զանգում, տենում, բան, էս վերջին տարիներին։ Միացյալ Նահանգներում գիտեմ որ sold out է, բայց ավելացրեցիք, չէ՞, էլի ներկայացում։ Երկրորդ համերգն է հիմա դրած, այդ ինձ թվում է շատ շուտով երկրորդ համերգն է sold out կլինի։ Երրորդը կարա լինի։ Կարող է։ Բզբզամ։ Չէ, բզբզա։ Հիմա կարաս բզբզած, բայց չեմ կարող այդ հարցի պատասխան։ Առաջին երկու համերգներ, ամենայն դեպս առաջի համերգը, որը որ մայիսի 4-ին է, շատ արագ սպառվեցին տոմսերը։ Հա, 5 օրում։ Հա, շատ արագ սպառվեց։ Ռեկորդային է Ամերիկայում։ Դե հա, բավականին ինքն էլ մեծ դալիճ է, 1600 տեղանոց։ Բավականին։ Դե շատ են դալիճը կարոտել։ դեռ sold out չի եղել, բայց այդ գնում է դրան, որովհետև իրականում բոլորս հասկանում ենք, որ մենք ընդհանրապես այդ պահանջարկը զգում էինք։ Որտեվ նոր թազա տրենդ է հայտնվել, օրինակ երեխաներ կան, որ հիմա սկսել են Full House-ը նայել, այն տարիքի են այդ երեխաները, որ երբ որ Full House-ը վերջացել է, իրենք չկային։ Այսինքն հիմա նոր ընկել դպրոցներում, չգիտեմ ինչ, ու մարդիկ սկսել են 0-ից, էլի դնել այդ 9 եթերաշրջանը։ Երեխա կա, որ 10 տարեկան է, Full House-ը 10 տարի առաջ էր, 11 տարի առաջ էր, համերգայինը, բայց 10 տարի առաջ է եղել, էլի։ Ու հիմա նայում են։ Հիմա նայում են, Իրանք նոր սկսել են նայել ու դե քանի որ ծնողներն էլ իրենք սիրում են Full House-ը որպես նախագիծ սիրված է եղել, ծնողներն էլ ասում են, որ երեխան ասում են ինչ նայեմ, ասում են Full House-ը նայի, այսինքն ռեկոմենդացիա ծնողների կողմից գալիս է երեխեքին, երեխեքը սկսում են նայել, 0-ից սկսում են բան անել ու մարդիկ կան լիքը դրսում ճանաչում են, վայ Մուշեղը, վայ Սերգեյը, վայ Թազա բան է սկսվել էլի։ Ինչքան կերպարներ ունեք, ինչքան են, չէ՞, ձեզ խառնում։ Ես բախտի մարդկա արդեն ու դու արդեն երեխան որ մոտենում է քեզ ինչ որ կերպարի անունով ասում, դու հասկանում ես ինքը որ թվից ծնունդ է, կոպիտ ասած, որ Պակալենյայից է, որտեղ ամեն ժամանակահատվածը ունի ինչ որ բան որ գալի Սերգեյ, բայց ինչ ինչ է, մյուսը արդեն հասկանում ես որ մեկը սրա տակ է, այս մեկը էս մի ծրագրի տակ է։
Լավ, եւ վերջին հարցը կապված հեռախոսի հետ, ամենաշատը որ էմոջին եք օգտագործում։ Ամենաշատը որ էմոջին, Հա, կարող եք նայել։ ասես որ բացում ենք, տերևում է։ Առաջինը որն է։ Որն է։ Այդ որտեղ ենք նայում որն է ամենաշատը։ Չես էմոջիները բացում ես, այս տրենդայինը, Ամենաշատ օգտագործվողը հենց Բասի։ առաջինն է։ ծիծաղը, էսի։ Ոչ թե այն լացողը։ Հա։ Առաջինը էդ է, երկրորդը բութը։ Հետո նոր այն որ լացակում ծիծաղում են, աչքով տալ, բռունցք, ծափահարություն, Իմն էլ է տենց։ սրտիկ եւ Իմն էլ է տենց առաջինը այդ ծիծաղն է։ եւ High five։ այս սա high five-ը, որը որ բոլորը օգտագործում են Որպես աղոթքի այո։ համար։ Իմն էլ է տենց։ Հա։ Խնդալու է նույն Առաջինը, դե հա։ ամենատրենդայինն է, ինչ թվում է այդ սմայլիկներն են, որ մենք օգտագործում, որ Թույն- մարդիկ օգտագործում Թույն են։ շարժվում ենք առաջ եւ խաղալու ենք թե։ Մենչ։ Սկսենք։ Գնաց։ Քեզնից։ Նոր Full House-ի սեզոն է սկսում։ Էլի բզբզում եմ։ Չէ, full house-ի սեզոն չի սկսում իմիջալով։ Չէ, չեմ Հա, հարցնում։ Ենթադրենք։ Ենթադրենք, հա։ Ենթադրենք 10-րդ սեզոն։ Ենթադրենք, մենք նոր Full House-ի սեզոն է սկսում ու նրանցից միայն մեկին կարող ես ընդգրկել։ Ում կընտրես։ Նոր սեզոնը, այն նոր ծնվող երեխաների Դավայցի։ համար։ Դավայցի։ Աղաս Մանուկյան թե Հայկ Պետրոսյան։ Աղաս Մանուկյան։ Աղաս Մանուկյան թե Մոսո Կարապետյան։ Աղաս, Աղաս թե Քրիստինա Եղոյան։ աղաս, Աղաս թե Գարիկ Սեփխանյան։ աղաս, Աղաս թե Մարջան Ավետիսյան։ Մարջան, Մարջան թե Գոր Հակոբյան։ Մարջան։ Մարջան թե Անի Երանյան։ Սա պրովոկացիա է։ Մի Մարջան, հոկանոց full house-ա վերջինում։ Մարջիկ։ Մարջան թե Միրան Ծառուկյան։ Մարջան, Եվ վերջին հարցը քոնը չեմ տալու։ Okay։ Մարջան թե Արփինե Գաբրիելյան։ Մարջան։ Մարջան։ Հա, բայց որ Գոքորին ասեի, ասելու էի Գոքոր, անկեղծ Հա, եմ ասում, հա։ հա։ Մենակով Ոչ թե ստեղա դրա համար, ասելու էի Գոքոր։ Երկուսով full house նկարեք չէ։ Բարև, ոնց Լավ բան ասում, գիտես, սաղ կմնամ մեզ։ Գրիգոր։ Ճամբարում, գիտենք, որ ամռանը նաև ճամբարներ է կազմակերպում բացի սերիալներից եւ ֆիլմերից։ Այս անգամ ճամբարում ազատ սենյակ չկա ու նրանցից մեկը պետք է մնա մութ անտառում։ Ում կընտրես։ Ստիպված պետք է ընտրես մեկը։ Կարաս դեմից մի հատ մի հոգու անուն ասես, ես Հələ դավա։ Գարիկի անունը։ Ում ենք գցում անտառ։ Աննա Մանուչարյան թե Մարիամ Ալեքսանյան։ Որ գցում ենք անտառ, Այո։ Գիշերելու է մութ անտառում։ գիշերելը մութ անտառում։ Ով կձգի այդ տարբերակով։ Աննա թե Մարիամ։ Մարիամ։ Մարիամ թե Արաքսիա Մելիքյան։ Մի վարքան, Արաքս։ Մարիամը քնելու է մութ անտառում, թե ճամբարում նորմալ։ Անտառում։ 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 Ընտրում ենք Выжившին, Այո, ով կարա выживатան իրաց։ Последний героя։ Հա։ Մարիամ թե Արաքս։ Արաքս։ Արաքս թե Եվա։ Եվա Արաքս։ Զորաբյան։ Արաքս։ Արաքս թե Լիլի Էլբակյան։ Արաքս։ Արաքս թե Գոր Հակոբյան։ Գորակոպյան։ Գոր Հակոբյան թե Լևոն Հարությունյան։ Գորակոպյան։ Գոր Հակոբյան թե Վաչե Երիցյան։ Վաչե Երիցյան։ Այդ Վաչե- պրոստ ուզում եմ պատժեմ։ Ինչ արել։ Դե մի բան արած կլինի ոնց է լինի։ Վաչե Երիցյան թե Ռաֆայել Երանոսյան։ Ռաֆայել Երանոսյան։ Օ, եւ վերջին հարցը Ռաֆայել Երանոսյան թե Գարիկ Սեփխանյան։ Գարիկ Սեփխանյան։ Հա, Հա, ու հերու ուղարկիկ տեսնական։ Դու գելերը ուտել։ Գարիկը մնաց մութ անտառում։ Ապրեք, շարժում ենք առաջ եւ գուշակիր ով եմ ես։ Շատ արագ է իմանալու։ Մի հուշի։ Չէ, ի՞նչն եմ հուշը։ Եթե Հուշեց։ արագ իմանա կփոխենք նկարը, Չէ։ որովհետեւ եթե Մենակ- չգուշակեք, հա։ պատժելու եք։ Մենք ենք հաստատալի, չէ՞։ 10 հարց եք տալիս, պատասխանները կարող են լինել միայն այո կամ ոչ, եւ եթե 10 հարցով չեք գուշակում, մրցակիցը պատժում է ձեզ։ Մինչ կսկսենք հաջորդ փուլը, ասեմ, որ հենց այնպես հաղորդման հովանավորն է Skyline-ը եւ Երևանում կառուցվում են առաջին երկնաքերերը հենց Skyline թաղամասում։
35 հարկանի 5 երկնաքերերը տեսանելի են լինելու Երևանի ցանկացած կետից, որովհետև թաղամասը գտնվում է Բաղրամյան Օրբելի խաչմերուկում ու ընդամենը մի քանի րոպեում կարող եք հասնել Երևանի կենտրոն, եթե իհարկե առհասարակ ցանկություն ունենաք այս թաղամասից դուրս գալու։ Skyline ավելի քան պարզապես ապրելակերպ։ Դե ինչ, սկսեցինք։ Ով եմ եսով, չէ։ Եսը ինքն է, եսը։ Այս պահին Ես full house-ում նկարահանվել եմ։ Չէ։ Хорошо։ Ես Գրիգոր Դանելյանին ճանաչում մոտ եմ, Ճանաչում ես։ ճանաչում եմ։ Ես տղամարդ եմ, Բաբա ինչ ես։ ես 40+ եմ, Հո։ Հոր ինչքան ես։ մի հուշի։ 40 հոտ էլի այ երևի։ 40 Չէ, պլյուս երևի։ plus, okay։ Ես դերասան եմ, Ահա։ ես ամուսնացած եմ, 40 տարեկան ամուսնացած, մեծ ճանաչում է դերասան, ես հումորային դերասան եմ, Մնաց 3 հարց։ Կենտրոնացի։ Չքաշես։ կենտրոնանում եմ, Բայց կպաշես, եթե չգուշակի։ Չեմ ուզում տոլոյի պես մի հատ ճապ, Բլեֆի աստվածն աստեղ։ Ումից սովորել ենք այս բոլոր բլեֆերը, էլի։ ես, okay, հումորային դերասան, ես ստենդափներ եմ անում, okay, բացառեցինք, Չի հասկանա, հաստատ։ Մի Հուսով հատ եմ։ հարց կա, որտեղ Ահա, կհասկանա։ բայց 3 հարց։ Okay, մի հատ հարց, դե արի մի հարց դու, 1 հարց չէ, 3։ կանի հատ մնաց, 3 հատ ունես։ 3 հատ ունեմ, хорошо, Կարաս լկստվես հիմա թե։ լկստեմ, ախպեր, լեսիլ, Լսի։ սխալա լկստեմ, okay, stand-up չի անում, ուրեմն հումորային դերասան է, ուրեմն տղա է, ուրեմն ես չաղ եմ, Չէ։ Թեթև հուշումներ չեմ կարա անա։ Չաղը էի, տենց էի ուզում Չէ, մի հուշի։ Չեմ հուշում։ Хорошо։ Վայ քորա։ Բլին։ Ինքը ես Հայաստանում եմ ապրում։ Վերջին հարցը։ Դե Հայաստանում չեմ։ Ամերիկայում եմ ապրում։ Okay։ 10 հարց հնչեց, արդեն պետք է Գարիկ տարբերակն ասել։ Մարտիրոսյան։ Ոչ։ Չէ, բայց սխալ դե մի հատ բան է դու այլ նմա թե չտա։ Բանա։ Ով։ Բաով, դες տարբերակ է կա, всё։ Դե մեկը պատժվելու ես, բայց կարաս գուշակես։ Լավ, օքեյ, Ռուսաստան եմ ես եկել։ Ես եկել եմ Ռուսաստան, Ահա։ ռուսական։ Իչար։ Տենց է։ Իչա։ Մտա Ռուսաստան։ Ռապում ինձ դիմավորեց։ Ահա, դիմավորեց։ Նիշան գալուց։ Ապրես։ Այո։ Լուրջ ինքն է դիմավորում։ Շատ խնդրում։ Հա։ Կրվեցի, բայց մի հատիկ sense բանով, էլի։ Ահա։
Թե։ Ես շատ ուրախ եմ այդ հարցով։ Բարև ձեզ։ Հիմա մենջն է հարցեր տալիս։ Տղայա, Այո։ դերասան, Ոչ։ ոչ, Բայց զբաղվել է, բայց կարամ չէ՞ տես ձևակերպում, բայց ոչ դերասան։ հումորային, Հումորային։ Հումորի ուղղությամբ մարդ է, լավ sense ասեմ։ Հա, Տես ձևակերպեմ։ բարդ հարցը։ ինչ ասիր։ Հայաստանից, Հայաստանից։ իմ պրոյեկտներում եղել է։ Այո։ Այ, Ով չի եղել քո պրոյեկտներում։ դու Մենակ ես։ համել երկում, հա։ Ոնց դերասան զբաղվել է դրանով ասեցիր։ Հա, տեղից ցած բան։ Ահա։ Սկիզբը էլի ոնց որ, բայց ինքը ուրիշ մասնագիտությամբ է զբաղվում հիմա։ Всё, Նա ինչ լավ եմ հուշում, այնչին։ 4 հարց մնաց։ Ուրիշ մասնագիտությամբ է զբաղվում հիմա։ Հա։ Դե մեր մասնագիտ, Լավ։ Պարզ է, հա էլի դե ոչ։ Վսլեսար չի Լավ, ոչ։ լավ։ Հասկացա, Գաջավիճ։ պարզ էր, սպասի։ Լսես ուղղս վերև նայ ուշ։ Շատ վերև։ Full house-ում, հա, եղել։ Ոչ։ Գրիշնա Գասպարյան։ Հո։ Կարեր գոնե հարցներ նոր հայերից է, թե չէ նոր գուշակիր, բրավո։ Ապրես։ Բայց հիմա պատժելու ես Գրիգորին, կարող եք հանել։ Պատժել Բայց ոնց ինչ պիտի ինչով է պատժեմ։ պատժում։ Գիտեք, զանգում են սովորաբար ինչ որ մեկ, ավելի շատ ինչ որ մեկին են պատժում, քան իրանք են պատժվում, բայց այնց անհարմար զանգ կարաս ասես անի, էլի։ Ինքը Հա։ Անհարմար զանգ։ ում կարա զանգես, ասես որ գործից հանում ես։ Հո։ Մեղքեն լավ, մեր երեխեքն են, բայց չեմ անի։ Ցես անի։ Ահա, դες որ ասում չէ, Տես ուրեմն խեղճով մարդ է, ուրեմն դի կարևոր։ Հա։ Ուրեմն էդ։ Ուրեմն էդի անենք։ Դրանով պատժում եք։ Չէ։ Լավ, արի սենց անենք գոք զանգի աղասին։ Աղասը չգիտի որ նկարահանում անենք։ Փող ուզի պարտքով։ Մի տարով։ Մի տարով։ Հա։ Մի տարին շատ է, չի հավատա, հա։ Փող ուզի պարտքով, բայց շատ ուզի։ Շատ ասելով Որն է քո ու հենց ամոչը։ հիմա ուզի։ Ասա կարաս հիմա 1 միլիոն դրամ բերես Վարդան Մամիկոնյանի արձանի մոտ։ Բայց հիմա ճիշտ Հա, է։ հենց հիմա։ Ու գնանք Բայց նկարենք։ խնդրում եմ այնց խոսա, որ ինքը հասկանա, որ տենց շատ կարևոր թեմա է սա։ Լեվի պապա։ Հա, Գոբջան, Բալուս ազես։ բալուս սավտան, բալուս։ Ոնց ես։ Լավ, դու ասա։ Նորմալ ազես, նորմալ։ Ոնց է գործերը։ Լավ, ապարկոս, սավտան եմ։ Դե լավ, ապերո։ Ազիզ, Թեմա, մի հատ ջան, քեզ անհարմար հարցով եմ զանգել։ այո, Ինձ վրաս փող է պետք հիմա, էլի։ Մի 1.5 միլիոնի չափ։ հասկացա, Կարաս։ մերմ ջանի, вообще պրոբլեմ չի, պրոստը մի հատ էսա ջոգեմ, ոնց եմ դա անը, որովհետև ես ես պային չունեմ քարտուզ վրա, սաղաձեի վրա, յա, Հա, դել ազես շրջարկի տակա մտել, ոչի մի հատ էսա հաշվապայոց խոսամ ջոգեմ, դա ոնց են կարմանենք, հա։ քեզ խաբարանամ, էլի գոքս։ Хорошо, ցավը տանեմ։
Хорошо, ախպերս։ Ինձ պրոստը նայ, սենց է, հիմա այսօր հիմա ինձ վրազա պետք, ախպերս։ Ես քեզ էտի կտամ մի 6 ամսից։ Okay. Կայֆավա, տեսել նոմերը կերոնց։ Վեց օր է ուզում ասել, հետո չգիտի որ օր ասեմ, հետո օքեյ է, էլի։ Վեց ամիս։ Տարի է ուզում ասել, մերը գմվեց տարուց։ Կամաց կփակվեմ ամիսը 20 դրամով։ Ապրես աղաս։ Նախ իմ մոտ առաջի հարցը առաջացավ, ուզում եմ ասել չի կարա տես բանը լինի, բայց հետո տենց ասի դե մի երևի ինչ-որ մի հատ բան կա, որ տենց ինչ կա հավկրմա տնի դրա մեջ, օրինակ, բայց 6 ամիս։ Բռնվեց է, 6 ամիս։ Դե ոչ եմ ասես, կարում ես հիմա։ Չի ասնում է։ Չէ լուրջ ախպեր։ Ասես դե գիտես, կատակի մեջ լուրջ կա միշտ։ Ամեն կատակ 98%-ով լուրջ է։ Դե վсё ախպերս Վարդան Մամիկոնյանը արձանի մոտ սպասում մի ժամից։ Хорошо։ Давай ախպերս։ Չմոռանաս։ Լավ ախպերս։ 3-ին։ Լավ, давай ախպերս։ Լավ ընկեր։ Քեզ էլի ախպերս։ Չէ։ Բայց զարմացավ ասում եմ։ Всё, լավ ախպերս։ Որ չի տենց բան։ Կարամ 1-4 որ լինի օքեյ։ Շատ ածիկ։ Լավ ախպերս, օքեյ, давай։ Տեսար։ Հա, շատ Չլացեց անիմաստ։ Ապրի աղաս։ Պետքա Ուզում ես ստուգեի քձիպա թե չէ։ պետքա լարիս ինձ։ Քձիպ չի։ Ահա, ստուգվեց։ Հեսա դու զանգ զանգենք։ Նաև պարզվեց, որ աղասը աձեով է աշխատում օրինական ճաշտում է։ Հաշվապահ չի է։ Դες շատ հետաքրքիր ինֆորմացիա է։ Այո։ Նայ, կամերան ջոգիկ։ Ոչ մի բան չենք մոնտաժելու, այնպես է կգնա։ Նորմալ, Տաքսունելու բան չունենք։ տաքսնելու բաներ չկա։ Հիմա խաղում է կապուտ ու կարմիրը։ Ամենավերջի խաղն է մնջախաղը, բայց մեր մնջախաղը այլ կերպ է։ Հայտնի երգերից արտահայտություններ եք ցույց տալիս, այսինքն ոչ թե խնձոր, այլ արտահայտություն ամբողջական։ Խնձորը ընկավ նախնի մեծ, տես։ Քեզ համար առանձնացրած տողերն են, սա քեզ։ Էս ինչ երգա։ Կասեմ։ Ես գիտեմ ես երգչին։ Հա, բայց այդտեղ այդքան կարևոր չի, կարաս անգամ չիմանաս։ Երգչինն են տողեր ենք ընտրում, Բայց օրինակ այս երգը, օրինակ եթե այս տողերն էր Գրիգորինը, Գոկորինը, ես կյանքում այս տողերը չգիտեի։ Հա։ Ես տակն եմ էլի չտալի։ Նայ։ Շատ թույլ Այն է։ գինի լից Այո։ ոնց էր այդ երգը։ Ավրիս։ Սանուշանուշան։ Այո, այդ պրոստը տողը պետք է ասես։ Անգեր ջան գինի լից։ Աբրիս։ Հա, իրականում գուշակեցիր։ Տեսար նես խաղաց քո համար ես Այդ իմանայի, քանի որ ես դաժե չգիտեմ էսի երգը սրա տակտը քեզ չեմ կարա դու հիմա ցույց պետք է տամ։ հա Սրա տակտը անհնար է քեզ ցույց տալ, որովհետև չգիտեմ։ դու մենակ ինձ Կավասա վալսա։ երգը կերքեմ Կավասա ասմունք ան։ հա դավայ Ոյ, սի ոնց եմ, բայց ես հիմա իրան ցույց տալու։ Դու կարաս այս դեպքում բառերը գուշակես հաջորդականությամբ։ Չէ, բարեր որ գուշակեմ, երկնակը գուշակեմ ես։ Ահա։
Ահա։ Ահա։ Կապի մի հատ էս նախադասությունը իրար ջոգել ես, թե չէ շարունակեմ։ Մի քիչ էս են կանգնի։ Բանը։ Ահա, հայացք, ցավ, բարկություն, ցավ, ցավ, ատամի ցավ։ Չի կարես երկի իմանալ։ Ոնց ատամի ցավ բառ կա մեջը, օքեյ, Ես շարունակի։ կյանքում առաջ անգամ եմ լսում, որ երկի մեջ կա ատամիցավ բառ, էս է ուրիշ պատմություն է։ Ահա, հետո։ 3:33-ի տեքստերից է։ Հայ։ Հուշեմ ամեն Հա, ես չի կարող իմանալ։ Հա, չէ, դրա համար ուզում ասում ռեպոտ։ Այդ նախադասությունը կարաս ֆիքսես առաջի։ Հա։ Ես ատամի ցավ։ Հա, բառ, ահա։ Ջղայնացած, ատամի ցավ, բարկացած, բարկացավ, ատամի ցավ։ Հույ, ջղայնացած պապ է, որ առաջի հագումը ապրում երեխեքն էլ լուսամուտը ջարդել են գնում։ Այ տենցոտ, հա։ Okay։ Ջղայն ատամի ցավ, ահա, դալշը։ Ատամի ցավ։ Խփեց ճակատին։ Ის ինչ բառ է։ Ինչ է նշանակում։ Այ չես կարող իմանաս կո։ Ակացի բառ կա մեջ։ Եթե այսքանը չգիտես, Չէ, ոչինչ։ Դե բառերը գուշակում է։ օքեյ, դե մի նախադասությունը ֆիքսեցի, չէ՞։ Բարկացած Ատամի ցավից։ ատամի ցավից, Ահա։ բարկացած ատամի ցավից ես բարկացած ատամի ցավից ես ինչ ճշտվեցիր ինչ ես ինչ զարկեցի խփեցի ճակատին ես հարվածեցի խռեցի հարվածեցի հա տոպկեցի Ահա։ տոպկեցի Չէ, ինչ տոպկեցի։ վճարեցի տվեցի Ահա։ փող տվեցի Արա, իսկ մի վարք է։ վճարեցի ահա ես վճարեցի փող տվեցի Փողի վրա մի ֆիքսվի։ հա օքեյ ես տվեցի Ահա։ հա ճակատին Ահա։ քացով Ուժեղ քացով։ ուժեղ քացով Դե հիմա այդ երկը գիտես։ Աղջիկ չխճիկն է։ Կամ ճունի երկ։ բարկացած ատամի Արա, ցավից ես էլ կարևորը կատարած սա ատամի ճիշտ ցավից գուշակ է։ տվի դրա ճակատին ուժեղ քացովից։ Այո։ Արա ֆելո ջան, արա ինչ է սոնում, արա։ ես էլ բարկացած ատամի ցավից Ֆելո, աղջիկ Միշո, որ չղջիկ է ցերեկներ չկար Աղջիկ եւ գիշերներն է չղջիկ դժվար բան, հա, գտնես այդ հա։ աղջկան երևի Մարիան Աչիլը, սա խառնվել է իրար։ աղջկա, Իսկ թվում է ֆելոնա գրե ես հաստատ։ հիշում եմ բայց այդ տողը Ես էլ կատաղած ատամի։ ատամի Օրինակ ես անկես քեզ ասեմ, Այդ ես ֆելոյի տողն էր։ Ես էլ կատաղած ատամի ցավից, հա, ֆելոյի տողն է այդ։ ֆելոյոտա, հա։ Ֆելո տող։ Ֆելոյի 3 Բոլոր հարցերը։ Ահա որ շնորհակալ եմ որ եկար։ Շատ ուրախ եմ որ քեզ Երևանում հասցրեցի հանդիպել ու հենց այնպեսին հյուր հրավիրել։ Ավելի հաճախ եկեք ու ավելի հաճախ ունեցեք հենց այնպես հավես պատմություններ, որ առիթ լինի հանդիպելու եւ Մերսի, լավ հյուրեր քեզ, լիքը լավ հետաքրքիր պատմություններով, Լավ տողերով երկերի, լավ տողերով երկերի եւ ամենակարևորը ես էլ կատաղած ատամի ցավից ուժեղ խփեցի։ ուժեղ խփեցի քացով տվեցի։ քացով տվեցի։ Չմոռանանք ասել նաև որ բաժանորդագրվեք, որովհետև դա շատ կարևոր է YouTube-ում, պետք է ամեն հաղորդմանը հիշեցնել։ Լայքեք, կոմենտեք, վիդեոն տարածեք վիդեոն, որպեսզի Լարիսի նման լացկանյալություն։ Ուզում եմ ես վիդեո տարածեք։ Հրյա լեզու է հորինում։ Հա, հասկացա։ Ուրոկի ֆարսի։ Ուրոկի ֆարսի, որի Դայ, որ նայում ես այդ շատ օրիգինալ միտք է։ Հա, շատ օրիգինալ միտք էր, բայց շատ դանդաղ կինո էր, բայց ինքը այնքան լավ
գաղափարեր ու այնքան լավ ֆիլմ էր, որ այդպես հաճույքով մի անգամ գոնե այդպես նայեմ։ Կա կինո «Подозрительные лица» 5 կինո, հա։ Kevin Spacey։ Kevin Spacey օրինակ որը իմիջիալոց մի հատ հետաքրքիր բան ասեմ, բան հիշեցի։ Ամերիկայում հյուրեր ունեմ ու հրավիրել եմ ռեստորան։ Եկել ենք ռեստորան, միջև ռեստորանի մուտքը sense մի հատ խանութ է գիտարների ու այդ գիտարների խանութով ես մտնում ռեստորան, մեզ ասեցին ձեր սեղանը դեռ պատրաստ չի, 5 րոպե սպասեք ու ես sense դուրն է ռեստորանի, դրան կողքը կանգնել եմ, ասեցի ով մտի ռեստորան, ID բան հարցնեմ, դոկումենտ։ Ու ով մտնում ասում ID please, իրանք հանում sense ID-ն ինձ ցույց են տալի, հələ այդ մարդ է մտնում գոք։ Արա զգում եմ այս մարդու դեմքը ծանոթ է, ինքը մոտենում է ինձ ասում ID please, Դուգլասն է, Մայքլ Դուգլասը։ Արա այս մարդը նայում ասես դեմքից ու ձեռը տանում է գրպանը, որ իրա ID-ն հանի, եկել է տուն որ հրավիրել եմ, ասես կողքից էց։ Արա էսի Դուգլասն է, ասես մոտիկից ձեռը։ Արեսի բանն արա։ Արի այս մարդը խառնվել է իրար չի իմանում, ասես չի հասկանում ես ինչ են ուզում են նկարվեն հետը, չեն ուզում նկարվեն, նավսակի ոտը մի քիչ կախ է գցում ան։ Վերջը ասեցիք, որ կատակ եք ասի, հա, կատակ ենք անում, ներողություն։ Այդ վարպետ բանից ամենախնդալուն այդ տես պատմություն հայկական միջավայրի Էրիկ Ռոբերտսին է հիշում ես որ բաներ ուրեմն գնացել ենք մեր ընկերներից մեկը Հակոբ Թոփալյան, Ջակ Թոփալյանը ֆիլմ է նկարել Էրիկ Ռոբերտսով մի խոսքով այնտեղ 5 stars-ում է Ամերիկայում ներսում ֆիլմը գնում է մենք դրսում նստած ենք ու Էրիկն է Ռոբերտս նստած Հակոբն է ես եմ բան Ռիփսիմն եմ բաց մենք ներոցով նստած ենք այդպես զրուցեցինք բան էս Հակոբը ոչ եմ տենց իր ձևերի մեջ ասում է he's superstar բան ասում է superstar-ը Արմենիայի բան Հայաստանի այդ Պուլաուսի վախտերն էր ասում եմ լավ Հակոբ ջան հիմա մաս նստած ենք դե խոսացինք բան մի երկու բառ կոֆե մոֆե եւ այլն բարձավ կինոն դուրս եկան մարդիկ ու շատ խնդալու բան տեղի ունեցավ որտեվ ես այդտեղ պիտի չլինեի ես պրոստը գնացել էի իրան տեսնել շնորհավոր է ուսես գալիս են մարդիկ իմ հետ նկարվում են ասենք տոկոսային հարաբերությամբ ասենք 95%-ի մետ նկարվեցին 5%-ը Էրիկ Ռոբերտսի ուսած Էրիկը կանգնած ասենց համար էսի ով է սովա որ սրա հետ նկարվում են բայց դա դետակտիկներ վերջը հասկանալի պերսոն կարակ իր հետ նկարվեն Գոգ ջան ինքը որտեվ արդեն զգացել է որ մի բան է ինչի հետո ես բայց Էրիկի հետ նկարվեցի նկարվեցի ասացի օքեյ իրանք մի հետ բայց ես մի հատ քո հետ մենք իրար հասկացանք ուզում եք ես գնամ չէ ես միշտ տանել չեմ կարողացել մարդկանց ովքեր որ ֆանատ են ինչ որ երգիչի ասենք չեմ հասկացել որ ես Ջեքսոնի ֆանատ եմ այդ միշտ տարօրինակ նայել եմ այդ մարդկանց որ ինքը Ջեքսոնի ֆանատ է որ ինքը ինչ որ մի մարդու ֆանատ է տարօրինակ նայ ինձ որովհետև այդ ֆանատիզմը Ջեքսոնի ֆանատ իմ համար ինչ որ մի հատ ուղեղի մեջ մի բան եղել է ներողություն մի հատ ուրիշ ձևի բան է էլի եղել Մանե ջան աշկից դու գնաս ուրախ էի չէ վատ իմաստով չեմ ասում Գորակոբյանը գալիս էր sense պալատկով լուրջ հա պապայարև պալատկա էր բերել բանը ներողություն էսի պատմում էլի sense պալատկա էր բերել խփել էր ճամբարի այդ կանաչ զոնա ունենք այդտեղ ծառերի տակ բան տես քնել էր առավոտը Հայգեպանը գալիս է գորին ջրելով աստղ այդ լավ ինֆորմացիա է որ գնանք Ամերիկա գորի համար կարելի է համար չվերցնել հա պալատկա ասա Ամերիկա պալատկա Գորակոբյան